Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին ինքն իրենով արդեն ցանկացած առիթ երազանցող առիթ է հանդիսանում, որպեսզի անհապաղ հեռացվի իշխանությունից։ Ուրեմն լրտես գործակալ դավաճան դա նվազագույնն է, ինչ կարելի է ասել սրիկա Նիկոլի հասցեին։ Բայց տեսեք լկտի աստիճան անամոթաբար ուրիշին է մեղադրում նրանում, ինչ իրենից մեղավորը չկա։ Դու քեզ հաշվետվություն տալիս ես մինչև վերջ, ում հետ գործ ունես դու։ Տաշիր Սամոյներ հարցը սուղված։ Օրենք, օրինականություն, ելույթ մնաց ընտրություններ, արդարություն, արտարադատություն, գոյություն չունի, անգամ կանոններ ցանկացած, այդ թվում բարոյական։ Ինչ ընտրություններ։ Դուք ու կոչերով մասնակցելու եւ ինքդ մասնակցելով այս ծայրահեղ կեղծ ընտրություններ կոչված, տես ինչպես է լեգիտիմացնում Սրիկա Նիկոլին։ Ինչպես ուզում եք քվեարկեն, բոլորիդ խսկելու է 5%-ի տակ, բոլոր գրանցված իբր կուսակցությունները։ Դու անգամ եթե 10%-ի տակ, հա ինչ ես անելու, ընդունելու ես այդ ընտրությունների արդյունքները, այսինքն մանդատները ընդունելու ես, օրինակ դաշնակները կընդունեն, ղախպի բալեկը, ինչպես միշտ։ Ընդունեցիր վերջ, լեգիտիմացրեցիր Նիկոլին։ Սա է քո նպատակը։ Ինչ-որ մի քանի մանդատ ստանալը։ Եթե դա է քո նպատակը, ուրեմն իջիր ձիուց ժողովրդի մի շեղի։ Հակառակ դեպքում ենթադրեն քո գաղափարը չի ներում, իսկ ես չեմ էլ ենթադրում, ես այդպես համարում եմ, քո գաղափարը չի ներում, թե ինչու չմասնակցելը, այսինքն բոյկոտելը ընտրությունները, միակ ճիշտ ճանապարհն է Փաշինյանին հեռացնելու համար։ Սա երևի արդեն վերջի զգուշացումն է, քանի որ արդեն քիչ ժամանակ է մնում։ Դու կձախողվես շատ կոպիտ ձևով մեղմ ասած, նաև անհուսալիության զգացումը հասարակության մեջ կսրես եւ չես նպաստի այդպիսով Նիկոլի հեռացման գործընթացին, այլ հակառակը։ Դե ասա խնդրեմ, ինչ ես անելու հունիսի 7-ից հետո, երբ Նիկոլը իրենով կանի իր իսկ կեղծ ընտրությունները, ապստամբություն, դե հիմա գա, ախ առիթ է հարկավոր, խի մինչև հիմա առիթ չի եղել, ինչ է մինչև հիմա Սրիկա Նիկոլը քիչ առիթներ է տվել, իրեն անօրեն ստանձնած իշխանությունից հեռացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին ինքն իրենով արդեն ցանկացած առիթ երազանցող առիթ է հանդիսանում, որպեսզի անհապաղ հեռացվի իշխանությունից։ Իսկ բոյկոտելը կեղծ ընտրությունները դա առաջիկան է, դա նախապատրաստումն է Սրիկային հեռացնելու համար։ Ով չի հասկանում այսքանը, հետո մի քիչ մտածի, եթե իսկապես լրջորեն է ցավում արդարության համար։ Ես կարող եմ իհարկե մանրամասորեն, բայց ինձ դժվար կլինի բացատրել նրանց, ովքեր ցանկություններ չունեն, ոչ հասկանալու, ոչ էլ ձգտելու դեպի արդարության։